Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր կկայանա Optima Lotto ընկերության Optima SMS վիճակախաղի հերթական 153-րդ տիրաժի խաղարկությունը։ Ինչպես արդեն գիտեք, մեր խաղարկությունն ընթանում է ուղիղ եթերում, այսօր սեպտեմբերի 10-ն է, մեզ հետ միասին ստուդիայում գտնվում են հանդիսատեսներ, ովքեր կհետևեն խաղարկության ընթացքին որպես հասարակական ժյուրի։ Այս պահին սիրով ողջունում եւ ներկայացնում ենք նրանց։ Սվետլանա Գրիգորյան, Գարիկ Միրզոյան, Գարսևան Ղարիբյան, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Իդեպ հարգելի հեռուստադիտողներ, ժյուրի կազմում մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Optima Lotto ընկերության գրասենյակ 57 35 15 հեռախոսահամարով։ Ինչպես միշտ այսօր եւս մեզ հետ է մեր համակարգչով աշխատող գործընկերը Գայանեն, ողջունում ենք նրան։ Նախքան Optima SMS վիճակախաղի 153-րդ տիրաժի խաղարկությունը սկսելը, տեղեկություններ ներկայացնեմ տիրաժի մասին։ Եվ այսպես, տիրաժին մասնակցել է 1118 մարդ։ Ինչպես գիտեք, բոլոր խաղացողների ցանկ ուղարկված թվային կոմբինացիաներով միջև խաղարկության անցկացումը հրապարակվել է ընկերության Optima Lotto.am կայքում, որի հետ դուք նախապես կարող եք ծանոթանալ։ Մյուս կարևոր թիվը Optima SMS վիճակախաղի 153-րդ տիրաժի ընդհանուր շահումային ֆոնդի չափն է։ Կանոնների համաձայն այն կազմում է ընդհանուր տոմսերի արժեքի 50%-ը եւ կախված է մասնակիցների քանակից։ Այսօր մեր շահումային ֆոնդը հավասար է 112,000 դրամի։ Մենք ունենք 4 շահումային կատեգորիա, ինչպես գիտեք, հնգանիշ, քառանիշ, եռանիշ եւ երկնիշ։ Նշված ընդհանուր շահումային ֆոնդը բաշխվում է ըստ այդ կատեգորիաների հետեւյալ կերպ։ 30%-ը հատկացվում է առավելագույն հնգանիշով շահումներին, 25%-ը քառանիշով շահումներին, 20%-ը եռանիշով, իսկ մնացած 25%-ը երկնիշով շահումներին։ Կանոնների համաձայն հնգանիշ կատեգորիայում 30% շահումային ֆոնդին ավելացվում է 1 միլիոն դրամ բոնուսային շահում։ Այսպիսով Optima վիճակախաղը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր խաղարկության ընթացքում շահելու 1 միլիոն դրամից ավելի գումար։ Եթե որևէ կատեգորիայում լինեն մի քանի շահողներ, ապա գումարը հավասարապես կբաշխվի նրանց միջև, իսկ եթե շահողներ այնուամենայնիվ չլինեն, ապա տվյալ կատեգորիայի շահումային ֆոնդը ամբողջությամբ կփոխանցվի ներքևի կատեգորիայի շահումային ֆոնդ, բացի իհարկե լրացուցիչ բոնուսային շահումից։ Եվ այսպես ուշադրություն հարգելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք 153-րդ տիրաժի խաղարկությունը, ինչպես արդեն գիտեք, խաղարկությունն անցկացվելու է այս տոտոտրոնի միջոցով, որի մեջ շատ շուտով կտեղավորենք 0-ից 9 համարակալված թվերի հավաքածուն։ Իսկ դրա համար այս պահին կխնդրենք ժյուրի անդամներից որևէ մեկին մոտենալ մեզ, խնդրեմ համեցեք։ Ընտրեք հավաքածուներից որևէ մեկը։ Համոզվեք արդյոք բոլոր թվերը տեղում են եւ կարող եք տեղավորել տոտոտրոնի մեջ։ Շնորհակալություն եւ կխնդրենք ձեզ սեղմել կոճակը։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, 153-րդ տիրաժի խաղարկությունը սկսված է, բոլորին մաղթում ենք հաջողություն եւ սպասում առաջին թվին։ Իսկ առաջին թիվն է մեզ մոտ, թիվ 0։ Երկրորդ թիվը թիվ 4։ Երրորդ թիվը թիվ 1։ Չորրորդ թիվը թիվ 2։ Եվ վերջին 5-րդ թիվը թիվ 7։ Այսպիսով 153-րդ տիրաժի շահող կոմբինացիան է 0, 4, 1, 2, 7 թվերի հավաքածուն, կրկնում եմ 0, 4, 1, 2, 7։ Ինչպես գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, թվերի հերթականությունը մեր խաղում նշանակություն ունի, այսինքն շահել է թվերի հենց այս հերթականությունը։ Իսկ շահող կատեգորիաներ մեր խաղում համարվում են երկնիշ կատեգորիայում իհարկե 0-4, եռանիշ կատեգորիայում 0-4-1, քառանիշ կատեգորիայում 0-4-1-2 եւ հնգանիշ կատեգորիայում 0-4-1-2-7 թվերը։
Հիմա մեր օգնական համակարգչի օգնությամբ, որի մեջ տեղակայված է բոլոր մասնակիցների ցանկը, մեզ ցույց կտա, թե քանի շահող ունենք յուրաքանչյուր կատեգորիայում եւ որքան են կազմում շահումների չափերը։ Սակայն մինչ նրա աշխատանքի ավարտը հիշեցնեմ Optima SMS վիճակախաղի կանոնները։ Եվ այսպես, Optima SMS վիճակախաղին կարող են մասնակցել Orange և Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է 7005 կարգչամարին ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա, որի մեջ թվերը չպետք է կրկնվեն և պետք է հավաքվեն առանց արանքների։ Մեկ SMS-ի արժեքը կազմում է 200 դրամ։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Որքան մեծ լինի մասնակիցների թիվը, այնքան մեծ կլինի նաև մեր շահումային ֆոնդը։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, տվյալները մեզ մոտ արդեն պատրաստ են։ Հնգանիշ կատեգորիայում մենք շահողներ չունենք, բայց ահա քարանիշ կատեգորիայում այսօր ունենք մեկ շահող, ով շահել է 61500 դրամ։ Երանիշ կատեգորիայում նույնպես շահողներ չունենք, փոխարենը երկնիշ կատեգորիայում ունենք 4 շահող, որոնցից յուրաքանչյուրը շահել է 12600 դրամ։ Շնորհավորում ենք բոլոր շահողներին և տեղեկացնում, որ շահողների ցանկը ինչպես միշտ կհրապարակվի optimaloto.am կայքում և Zilavoy Express թերթում։ Վերջում ես մեկ անգամ հիշեցնեմ Optima SMS վիճակախաղի կանոնները։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, Optima SMS վիճակախաղին կարող են մասնակցել Orange և Beeline կանխավճարային քարտ ունեցող բաժանորդները, մեկ SMS-ի արժեքը 200 դրամ է։ Մասնակցելու համար 7005 կարգչամարին պետք է ուղարկել հնգանիշ թվային կոմբինացիա։ Կոմբինացիայում թվերը չպետք է կրկնվեն և պետք է հավաքվեն առանց արանքների։ SMS ուղարկելուց առաջ համոզվեք, որ ձեր հեռախոսի հաշվեկշռում բավականաչափ գումար կա, այլապես հայտը չի գրանցվի։ Շահումային ֆոնդը կազմում է տվյալ խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի 50%-ը, որին մշտապես ավելացվում է 1 միլիոն դրամ լրացուցիչ բոնուսային շահում հնգանիշ կատեգորիայի շահողների համար։ Խաղարկությունները կայանում են ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից։ Խաղարկությանը մասնակցելու համար SMS կարող եք ուղարկել շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի։ Optima վիճակախաղը յուրաքանչյուր խաղարկության ընթացքում հնարավորություն է տալիս շահելու 1 միլիոն դրամից ավելի գումար, եթե դուք հասցնեք SMS ուղարկել մինչև խաղարկության օրվա ժամը 12:00-ն, նույն օրը երեկոյան կիմանաք արդյունքները։ Տեղեկացնում եմ, որ այսօրվա խաղարկության տեսագրությունը կկրկնվի վաղ առավոտյան ժամը 9:15-ին, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ մեր խաղարկությունների բոլոր տեսանյութերը ցանկացած ժամանակ կարող եք դիտել optimaloto.am կայքում։ Եվս մեկ անգամ, հարգելի հեռուստադիտողներ, շնորհավորում ենք այսօրվա բոլոր շահողներին, նրանք ովքեր այսօր չունեցան շահումներ, հաջողություն ենք մաղթում վաղը։ Հիշեք, որ մեր խաղարկությունները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր անգամ շահելու 1 միլիոն դրամից ավելի գումար։ Ձեզ հետ է Աթարիկ Ավետիսյանն է, ցտեսություն մինչ վաղը։